Քաղաքական խորհրդատվություններ, երկու արտգործնախարարություններ Չգիտես, չեմ միտքը բաց թողեցինք այն կողքից։ հարաբերություններից քաղաքական խորհրդատվություններ անցկացրին տևական ժամանակ եւ ձևաչափով քննարկումներ չկային, հեռախոսազրույցներն են ակտիվ արտգործնախարարների միջև։ Պարոն Սուբանյան, ինչու են տեսակետներ, որ փոխվում է հռետորաբանությունը հայ-ռուսական հարաբերություններում եւ այն լարվածությունը, որ իշխանությունը եւս ընդունում է, որ կա, կարծես թե մերժում է, կա նման միտում։ Ես անկեղծ ասած չեմ հասկանում հարցի էությունը։ Կար խնդիր, կար հարցադրումներ, որոնք որ արվել են եւ որոնք որ շարունակվելու են անում։ Այն գնահատականները, որ կողքից հնչում են, հա, հեսա իրանք փոխեցին, այս արեցին, վեկտորը փոխեցին, դրանք իրականությանը չեն համապատասխանում։ Կա մի իրականություն, որ Հայաստանի Հանրապետությունը իր անկախությունը եւ ինքնիշխանությունը պաշտպանում է, երբ որ իրեն խափում են, գցում են, դա արձանագրում է եւ բարձր ասում է, երբ որ մի բանի հետ համաձայն չի, դրա մասին ասում է, երբ որ ինչ-որ կառույցի վերաբերյալ իր գնահատականն է ունենում, դա ասում է։ Եվ դա չի նշանակում մենք երբևիցե չենք հայտարարել, որ որևիցե աշխարհի երկրի հետ խզում ենք, պետք է խզենք մեր հարաբերությունները եւ նույնը վերաբերում է Ռուսաստան։ Լարվածությունը որքան անցած ոչ չենք կարողանալ ինչ-որ լարվածության մասին խոսել եւ լարվածություն պահել։ Կա հարց, կա պատասխան, չկա պատասխան, կա մեր կողմից հարցադրում, այսինքն ըստ իրավիճակի լարվեց, իջավ, կոնկրետ դա մարտավարություն չի, դա ըստ իրավիճակի այն բաները, որը որ տեղի ունեց 2020 թվականին, 21-ին, 22-ին, 23-ին եւ 24-ին մեր վերաբերմունքը նույնն է մնացել, մեր հարցադրումները նույնն են մնացել։ Միայն հապկի մասին չէ, միայն հապկի մասին չէ, բոլոր հարցերով, հայտարարություններով որևիցե բան չի փոխվել։ Հիմա կա խոսակցություն, մշտապես խոսալը քաղաքական գործչի աշխատանք հենց դրա մեջ է կայանում, որպեսզի այդ խնդիրների շուրջ խոսի եւ մենք խոսում ենք ու շարունակել ենք խոսել։ Հնարավոր է այդ քննարկումների արդյունքում օրինակ այդ խոսակցությունների վերանայվի հապկի հետ համագործակցություն։ Չեմ կարծում, հապկի հետ կապված ինչ վերանայենք, հապկը պետք է մի հատ վերանայի, իրան հասկանա ինքը գոյություն ունի, թե գոյություն չունի եւ հայտարարի, եթե ինքը գոյություն ունի, ապա որտեղ է այդ սահմանը, եթե այդ սահմանը գոյություն ինքը հայտարարում է, ապա ինքը ինչ պետք է անի եւ ինչ չի արել եւ ինչ է արձանագրում։